Սամվել Կարապետյանը լավ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանին հետ։ Կարող եմ, բայց ես դիմի հետ եմ, չէ՞։ Այսինքն տրամաբանական չի, չէ՞ որ հիմա ես ասեմ, գիտեք ինչ կա, ես հետ կապ չունեմ։ ԿՊ խմբակցության պատգամը, բայց կապ չունեմ։ Պարոն Ռուբինյան, մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանի դատարանում ըստ էության դատվում էր Հակոբ Ասլանյանը, պայմանական ասած դատարանում, եւ հարց էր տալիս վարչության նիստում։ Եվ հարց էր տալիս պատկերավորը որ։ Եվ հարց էր տալիս, ասում էր ձեր պատգամավոր դառնալու հարցում ձեր ներդրումը ինչ կանա, իմ ներդրումը ինչ կանա, եւ Հակոբ Ասլանյանն ասում էր 99.9%-ը ձերն է պատճառը։ Հիմա բոլորին է 99.9%-ով պարտական Նիկոլ, օրինակ քանի տոկոս։ Չգիտեմ, ես այդպես հաշվարկներ չեմ անում։ Նիկոլ Հակոբ Ասլանյանին կա։ Նիկոլ Փաշինյանը եթե մի օր ձեզ հարցնում, Չեմ կարծում, որ ինձ հարցը կա։ Պարոն Ռուբինյան, նախարար Ասետ Գալյան ասում էր, որ սահմանադրության նախագիծը պետք է քաղաքացիական պայմանագրի վարչությունում, հետո խմբակցությունում քննարկվի, որովհետեւ քննարկում այս ընթացքում վարչությունը, խմբակցությունը տեքստի շուրջ Աշխատանքային քննարկումներ, բայց դեռ վերջնականացված քննարկման չենք հասել։ աշխատանքայինը նկատի ունեք վարչությունում եք տեքստը էլի Նկատի ունեմ խառը ոնց Նկատի ունեմ հիմա ես չեմ ասելու, այս ինչ օրը քննարկեցինք այստեղ։ չէ, ուղղակի ուզում եմ ասել, Դե ինչ քննարկումները շարունակվում են, երբ որ վերջնական պրոդուկտ լինի, մարդիկ վստահաբար կտեսնեն այդ թվում դուք։ բայց խմբակցությունը թե վարչությունն է անընդհատ Ես ասում եմ խառը, ինչ եմ ասում խառը, որովհետև խոսքը պաշտոնական քննարկումների մասին չէ, աշխատանքային քննարկումների մասին։ Հիմա ես չեմ ասել, չէ, երեկում եմ հանդիպել, ինչ եմ քննարկել, եթե խոսքը պաշտոնական հանդիպման մասին է։ Երբ որ վերջնական պրոդուկտ կլինի, վերջնական տեքստ լինի, բոլորը կտեսնեն։ Հեռացման մասով կա տարակարծություններն են։ Չէ, չկա ու անկախության հռչակագիրը հնարավոր չի հեռացնել։ Եւի դուք նկատի ունեք, որտեղ անկախության հռչակագիրը կա եւ միշտ մնալու է որպես պաշտպան։ Այս առումով չկա տարակարծություն, որը միաձայն են։ Իմ հարցին Պարոն Ամերիկա, ինչն է ձեր հարցը։ Որը։ Ինչն է պատճառը, որ եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանի թիմը խուսափում են բացահայտ ասել, որ Որովհետև ուզում եմ, դե ինչն է պատճառը, օրինակ ինչն է պատճառը, որ Մարտուն Գրիգորյանը, որը նույնպես հանգրվանել է Ծառուկյանի ցուցակում, Գյումրիի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը Վարդան Ղուկասյանին ձայն չի տալու։ Ինչն է պատճառը, որ ասում էր, տեսեք, ես ԿՊ-ն ուզում եմ գա Վարդան Ղուկասյանին բերի քաղաքապետ, որովհետև ինքը ուզում էր մարդկանց մոլորեցնել, ստանալ փուլը, հետո ինչպես տեսակ գնաց ու խմբակցության անդամի պես իր քվեն տվեց Վարդան Ղուկասյանին։ Հիմա նույն ձև իրան թաքնված, չգիտեմ, ինչ հեքիաթ ասես կպատմեն, իրանց նպատակը հետևյալն է։ Ասել մենք, չէ, ինչ եք ասում, մենք իրար հետ կապ չունենք, օրինակ Ծառուկյանը կասի, չէ, ինչ եք ասում։ Ես ո՞նց կարող եմ Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը ասենք իր կուսակցությունը Քոչարյանի ուղիղ հրանգով է ստեղծել։ Հեռավոր 2007 թվականից հետո մարդ, որը միշտ ընտրություններին պաշտպանել է Քոչարյանին, կամ նույն Սամվել Կարապետյանը պետք է ասի ոնց կարող ենք մենք Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը մուծել է Քոչարյանի գրավը։ Մի վարքյան, կամ ասում են, ինչ կապ ունենք մենք Սերժ Սարգսյանի հետ։ Հեչ, ոնց որ իմ աղբերն է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղել, կամ իմ աղբերն է ՀՀԿ խմբակցության ղեկավարն եղել։ Իրանք ուզում են կեղծ տպավորություն ստեղծել, որ իրար հետ կապ չունեն, որպեսզի քվեներ ստանան, վերջում կպնեն իրար իրանք սիրելի Գյումրիի սցենար անեն մեկ տարբերությամբ։ Եթե Գյումրիում Գյումրիի սցենարի արդյունքում 6 ամիս հետո Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, այս դեպքում ոչ ոք չի ձերբակալվելու կաշառակերության մեղադրանքով, որովհետև կաշառակերությունը, ինչպես հին եւ բարի ժամանակներում, դառնալու է ոչ միայն դատապարտելի, այլ նաեւ շատ ողջունելի, ազգահաճո, ազգանվեր, ազգային, հարգարժան գործողություն։ Պարոն Ռուբինյան